Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2025 թվականն ամփոփեց Լովթի եւ Վանաձորի երիտասարդների հետ։ Այս ձևաչափով հանդիպում առաջին անգամը չէր եւ պլանավորված է այն դարձնել ավանդույթ։ Շատ կարևոր է նման հանդիպումները հաճախակի հանդիպել երիտասարդների հետ, արդեն իսկ պայմանավորվել ենք, մենք նախկինում հանդիպել էինք իրենց հետ 3 ամիս առաջ, պայմանավորվել ենք, որ հանդիպենք ամիսը 1 կամ 2 անգամ, որովհետև երիտասարդության կարծիքը մեզ համար շատ մեծ է, մենք ուզում ենք մեր համայնքը զարգանա իրանց ուզած ոճով, երիտասարդների ցանկությամբ։ Արդեն երկրորդ տարին է, ինչ տարեվերջյան հանդիպում է անցկացվում երիտասարդների հետ, որի նպատակն է լսել նրանց կարծիքները, մտահղացումներն ու դժգոհությունները եւ ներգրավել նրանց համայնքի կառավարմանն ու միջավայրի ձևավորմանը։ Թիրախային լսարանը երիտասարդներն են, որպեսզի լսենք նրանց առաջարկները, նրանց տպավորությունը քաղաքում իրականացված աշխատանքներից եւ նաեւ համադրենք, տեսնենք արդյոք մեր իրականացրած ծրագրերը, նախատեսած ծրագրերը արդյոք երիտասարդների սրտով են, ինչպես են իրենք վերաբերվում, ինչ կուզենային փոխվեն, չնայած ընթացքում էլ հնդածս համայնքի ղեկավարը ընդունում է նրանց տարբեր խմբերով կամ անհատական, լսում ենք առաջարկները, երբեմն պարզվում է, որ այդ առաջարկները արդեն ներառված են մեր ծրագրերում, երբեմն ընդհակառակը իրենց լսելով նոր գաղափարներ ենք, իրենցից սնվում ենք եւ ստանում ենք այդ նոր գաղափարները, բայց ուզում ենք եւ համայնքի ղեկավարի նպատակներից մեկն էլ է որդեգրած քաղաքականությունը այնպիսին է, որ պարտադիր քաղաքը զարգանա այնպես, որ երիտասարդները իրենց այստեղ հարմարավետ զգան, լավ զգան եւ մասնակցեն անպայման այդ կառավարմանն ու ձևավորմանը միջավայրի, որպեսզի հենց իրենք էլ հետո մնան եւ զարգացնեն այս քաղաքը։ Երիտասարդները բարձրացրին տարբեր ոլորտներին առնչվող իրենց ուզող հարցերն ու ներկայացրին առաջարկությունները։ Անցած տարվա հանդիպումից հետո նրանց համար արդեն տեսանելի արդյունքներ կան։ Համայնքի խնդիրներին ծանոթ են եւ ակտիվորեն մասնակցում են դրանց բարձրաձայնմանն ու լուծմանն ուղղված քննարկումներին։ Այս հանդիպումները մեր երիտասարդության համար լավ հնարավորություն է, որպեսզի երիտասարդություն համայնքապետարան եւ հենց անձամբ երիտասարդ եւ համայնքապետ ուղիղ երկխոսության հնարավորություն է, որպեսզի մենք երիտասարդներս կարողանանք մեր խնդիրները բարձրաձայնել ու հենց հողի վրա տեսնել, թե ինչպես են այդ խնդիրները լուծվում։ Այսօր ավելի շատ քննարկել ենք 2026 թվականի բյուջեի նախագիծը, թե ինչ ծրագրեր են նախատեսվում, որոնց մեջ ներառվում է թե տրանսպորտների հարցը, թե մանկապարտեզների եւ թե անձամբ երիտասարդության վերաբերվող շատ հարցեր։ Մասնակցում եմ այս հանդիպման առաջին անգամ, նշեմ, որ պարոն Փելեշյանը մեր բարձրացած խնդիրներից մեկը շտկել է ամբողջությամբ եւ ես մեծ հույսեր ունեմ, որ մեր քաղաքը օրեցօր կզարգանա եւ վերանշված խնդիրները կվերացվեն։ Այսօր տեսնում ենք հիմնականում մեր туриզմի հետ կապված ճոպանուղու խնդիրներից մեկը, որը դեռ անորոշ վիճակում է գտնվում, տրանսպորտի հետ կապված խնդիրը, որը պարոն Փելեշյանը նշեց, որ կվերացվեն մոտակա շրջանում, որը դեռևս սկսել է արդեն շտկվել։ Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին նոր հանդիպման պայմանավորվածությամբ։ Աշխեն Սուքիասյան, Թղթապանակ։